Տիկին Հայրապետյան, խոսելով կանանց մասին, կուզենայի նաև նշեք կանանց պարագայում ինչպես է ազդում շաքարային դիաբետը, ինչպես է դրսևորվում, հատկապես ազդելով սեռական խանգարումների վրա, մեխանիզմը եւ դրսևորումները։ Արդեն ասացի, որ առաջի պայմանը բոլոր պրոցեսների օրգանիզմի, որպեսզի նորմալ ընթանան, նրանք պետք է ստանան բավականաչափ էներգիա։ Եթե անընդհատ գլյուկոզան արյան մեջ բարձր է, 200-250, իմիջիայլոց Հայաստանում դեռևս հին նախորդ համակարգն է աշխատում միավորների, ասենք 10-11, ասում ես ինչքան է գլյուկոզա, ասում է հեչ բժիշկ ջան, բարձր չի, 10-12 առավոտյան, 8 առավոտյան, բակերած շատ ավելի վտանգավոր է օրգանիզմի անոթների վնասման տեսակետից ուտելուց հետո չյուրացված բարձր մնացած շաքարը, բայց բոլորը ստուգում են առավոտյան, լավ, իսկ ինչի 8-ը նորմալ է, երբ որ նորմալ ընդհանրապես մինչև 6 է, արյան մեջ մատից ես վերցնում թե երակից մի քիչ տարբերություն կա, բայց ընդհանրապես դա է, այսինքն եթե առավոտյան սոված 8 է, ինչի է 8, գլյուկոզան չի յուրացվել, առաջի հերթին էներգիան պակաս է,